Անկախության 34-րդ տարում պարզվում է 7-րդ տարին երկիրը ղեկավարող Նիկոլ Փաշինյանն իր կաբինետով ջանում է պետականություն կառուցել։ 1980-ականների վերջին Հայաստանի անկախության գաղափարը գեներացվել է ոչ թե հանուն անկախության ու պետականության, այլ հանուն Ղարաբաղի խնդրի լուծման։ Այսինքն մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե ավելի լավ կյանքի, այլ Ղարաբաղի հարցի համար։ Մեծամասնության հետ ինքն էլ լիարժեք հաշտ է եղել այս մոդելի հետ, մինչև վարչապետ կդառնար, քայլ առ քայլ, սկզբում աղոտ, հետո ավելի պարզ, իր համար կբացահայտեր։ Արտաքին մի շարք դերակատարների համար Ղարաբաղի հարցը միջոց է եղել մեր պետականությանը վերջ դնելու ճանապարհին։ Եվ ուրեմն ինքն այսօր, հակադրելով Ղարաբաղի հարցն ու Հայաստանի անկախ պետականությունը, վստահ պնդում է. Կառավարող մեծամասնությունը, անձամբ ես, ասում ենք, որ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել եւ լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար։ Մենք սա ցավոք շատ ուշ ենք հասկացել։ Ուշ նույնիսկ դաժան փորձությունների գնով ասում է առերեսվել են մի փաստի, որ Ղարաբաղյան շարժումը վաղուց ավարտվել է, թե որ արտաքին ուժերին նկատի ունի, որ փորձում են օգտվել ու թուլացնել Հայաստանի անկախությունը, չի ասում, փոխարենը վերահաստատում է իր համոզմունքը։ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե Ղարաբաղի կամ ինչպես ասում են մեկ այլ ազատագրական հարցի լուծման գործիք է, այլ Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը, ազատությունը, երջանկությունը, անվտանգությունը ապահովելու գործիք։ Հարևանների հետ հարաբերությունների կարգավորման փորձերից մինչև սահմանազատում, խաղաղության խաչմերուկ ու համաձայնագիր, թվարկում է ու վստահ պնդում։ Հազարամյա պատմության մեջ պետության հարատևությունն ապահովելու բացառիկ շանս է ստեղծել ինքը։ Մոռանում է շարունակել, սակայն, որ Ադրբեջանը Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր սուվերեն տարածքում է, խաղաղության խաչմերուկը Բաքուն թղթի կտոր է համարում, իսկ համաձայնագրի ստորագրման դիմաց ամեն օր նոր պահանջներ է օրակարգ բերում։ Այսինքն մեծ հարց է մնում. ինչ գին է վճարել ու դեռ վճարելու հայ ժողովուրդը թվարկվածների դիմաց, որ ըստ Փաշինյանի իրական Հայաստանում ազատ, անվտանգ ու բարեկեցիկ կյանքի նախերգանքն են։ Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը եթե ոչ առավել, առնվազն նույնքան կարևոր է, որքան 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունը։ Վերջին մի քանի հարյուրամյակներում առաջին անգամ միջազգայինորեն ճանաչված մեր պետությունը եւ մեր հայրենիքը նույնական են, մեր հայրենիքը Հայաստանն է։ Պետությունը, որում ապրում ենք, նույնպես Հայաստանն է։ Սիրելի ու իրական հայրենիքում 2024-ն ամենախաղաղ տարին էր։ Սա իշխանության թեզն է։ Փաշինյանը վստահեցնում է, պատերազմ չի լինելու նաև առաջիկայում։ Հավակնում է բացել Հարավային Կովկասի նոր խաղաղության էջը։ Հայաստան-Ադրբեջան նոր սրացում եւ նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Եթե Սյունիքն էլ տակ, 2025-ը ընդհանրապես խաղաղ կլինի։ Այս կրակոցները մի քիչ ձեր վիճակագրությունը խառնում են։ Մի ընդհատեք ընդհատողներին։ Ուրեմն լսեք ինձ պարոն Խաչատրյան, նախ սուս մնացեք, երկրորդը նախ լռեք, հետո իմ հետ խոսեք հարգալից, հետո միացեք ձեր չափերը։ Վարդանյանի ելույթը ընդհատվում է, երբ հերթը Տավուշին է հասնում։ Այսպես կոչված խաղաղ 2024-ին էր ասում է, որ այս մարզից գյուղեր զիջվեցին։ Սա որոշվեց քաղաքպայմանագրի վարչության նիստում, առանց հիմքերի ու հիմնավորումների։ Դու չի դուքա ու հանգիստ դու չի դուքա Այո շատ նստեք Ալիևի ծրագրերի հայաստանյան ռեբրենդինգ իրականացնող ֆիլիալն եք։ Ձեր իրական Հայաստանը Ադրբեջանի արևմտյան Ադրբեջանն է։ Ես հույս ունեմ, որ դուք ունեք նոր շրջաբերականներ ու վերջապես մի օր դաշնակցությունը կծնի մի շրջաբերական, որում սևով սպիտակին գրված կլինի, որ Հայաստանի Հանրապետության անկախությունը վեր է ամեն ինչից, ենթակա չէ սակարկման, վերջակետ։ Շնորհակալություն։ Իշխանությունը քննադատությունը ցավագին է ընդունում, ասում են ընդդիմադիրները։ Կառավարությունը գովազդային թվերով այսպես կոչված առաջընթացի մասին է խոսում, մոռանալով մինչդեռ անվտանգության օրհասական սպառնալիքները։
ասում ենք, որ մենք պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ դրան զուգահեռ նաեւ Մինսկի խմբի լուծարման պայմանագիրը եւ այն նաեւ համադրում հետագայում սահմանադրության փոփոխության հետ, որը որ Ադրբեջանի պարտադրմամբ է իրականացում, մենք ոչնչացնում ենք եւ Արցախի անձնագիրը եւ ոչնչացնում ենք կամ վտանգի տակ ենք դնում նաեւ Հայաստանի Հանրապետության անձնագիրը։ Իրենք ֆանտաստիկայից նորմալ են դարձրել ժողովրդավարությունը, հպարտանում են ՔՊԱ-ականները, որպես օրինակ բերելով դիմընտրություններում մի քանի քաղաքում պարտությունը, ասում են անհավատալի էր իշխանության պարտությունն իրենցից առաջ, հիմա իրողություն է եւ ժողովրդավարության դրսեւորում։ Հերմինե Ղարիբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։